Այսօր մեր այս կարճ հաղորդումը տալիս ենք արցախցիների, շահումյանցիների և հատուկ սահմանապահ գնդի մարտիկների խնդրանքով։ Հաղորդման հովանավորողներն էին սահմանապահ գնդի Նժդեհի անվան վարքի մարտիկները։ Նժդեհի մարտիկները արդեն իսկան ժամանակ է կռվում են Ղարաբաղի Շահումյանի հողում և ավելի մոտիկից ծանոթ են թե շահումյանցու, թե Ղարաբաղցու քաղաքական և սոցիալական իրավիճակին, ուստի նրանց խնդրանքով եթեր է արտադրում այս հաղորդումը։ Այժմ իմ տեղանին շահումյանցիների կանանց կողմից ուղղված երաշխավորագիր է, որ ինձ ձեր խոնարհատարային երաշխավորում է որպես Շահումյանի ազգաբնակչության անունից ներկայացնելու շահումյանցու թե քաղաքական թե սոցիալական իրավիճակի մասին։ Այժմ մի փոքր ինֆորմացիա այսօրվա կատարվող իրավիճակի մասին։ Այսօր Ղարաբաղում Շահումյանի շրջան եղել է հրապարակում գրած տիպի կայանքներից և T12 տիպի արկերից։ Այժմ Շահումյանում Ղարաբաղում զոհվել է 3 ազատամարտիկ։ Շահումյանը շատ մեծ շրջան չէ, բաղկացած է մի քանի գյուղերից՝ Վերիշեն, Ներքինշեն, Շահումյանի կենտրոնն է, Ղարաչինար, Խարխապուր, Մանասիշեն, Գաղթուր, Հայբարիս, Գյուլիստան։ Այս գյուղերը գտնվում են այժմ առաջնային գծում ադրբեջանական բանակի հրետանացման և հրետանացման կենտրոնում, հրետանացում են անցած բոլոր գյուղերը, այժմ Ղարաբաղի ամենաթանկ կետերից մեկը հանդիսանում է Շահումյանի շրջանը։ Ուստի կցանկանայի ազգաբնակչությունը խնդրել Երևանի մանավանդ Նորքի առաջի զանգվածի, որ ցույց տան որևէ ֆինանսական օգնություն երաշխավորելու բնակչության որևէ նպաստաբեր կյանքը նորմալացնելու համար։ Այժմ կարող են ասել, որ նոր են վերադարձել Շահումյանի շրջանից և ականատես են եղել այնտեղ կատարվող իրավիճակին։ Այժմ երեխաների շրջանում մասսայական է դարձել դեղնավթի վարակվածությունը, շատ հիվանդություններ մանկական, եղել են մասսայական հրապարակություններ Ղարաչինար գյուղում, ավերածությունները շատ են, ընդհանրապես բոլոր գյուղերից շուտ են, բայց Ղարաչինարը ավելի շատ է հրապարակություն և համարյա սաղլամ տներ չկան, բոլորը ավիրված են։ Ուրեմն մյուս շաբաթ Նժդեհի մարտիկների երաշխավորությամբ Հայաստանից մեկնել է ավտոշարաշուն օգնություն փոխադրելու համար։ Ուստի կցանկանայի խնդրել այն անձանց, ովքեր կարողանում են օգնություն ցույց տալ Նժդեհի մարտիկներին, այսինքն օգնությունը տեղափոխելու Ղարաբաղ, Շահումյանի շրջան, առանձնապես Ղարաչինար գյուղը, խնդրում ենք, եթե կարող են թե ֆինանսապես, առանձնապես մեծ կարիք է զգացվում մոմերի և ծխախոտի, ովքեր կարողանում են օգնել, խնդրեմ մոմերը և ծխախոտները կարող են հետևյալ հասցեով հասցնել։ Նորքի առաջի զանգված, շենք 9596, Գաստրատան շենքի բակում։ Կրկնում եմ, Նորքի առաջի զանգված, շենք 9596, Գաստրատան շենքի բակում։ Իսկ ովքեր կարող են ցույց տալ ավելի մեծ օգնություն, թե տեխնիկայի, այսինքն մեքենաների, թե սննդամթերքի, խնդրում եմ զանգարել անձամտին։ Իմ հեռախոսի նամբարն է 64 44 20։ Կրկնում եմ 64 44 20։ Ուստի նախորդ շնորհակալություն եմ հայտնում այն տեսալիքների ղեկավարությանը, ովքեր ցուցադրում են այս հաղորդումը, և նախորդ շնորհակալություն եմ հայտնում 165 դպրոցի թե ուսուցչական կազմին, 42 դպրոցի ուսուցչական կազմին և աշակերտական և 159 իրենց ցուցաբերած օգնության համար, որը հասցրեց Ղարաչինար։ Շնորհակալություն։
Ժողովրդի Շահումյանի անկման պատճառներ ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները։ Հուսով ենք, որ այս հանձնաժողովը տարբեր դեպքերի այսպես կոչված պատահարների սադրանքների քննությամբ զբաղվող հանձնաժողովների ճակատագիրը չի ունենա եւ գոնե այս անգամ կլսենք հանձնաժողովի հաշվետվությունը։ Հունիսի 8-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատար Շահեն Մեղրյանի մամուլի ասուլիսը եւ այսպես մեր ծրագրի հարցերին պատասխանում է Շահեն Մեղրյանը։ Շահումյանի անկման հիմնական պատճառը ո՞րն է դուք համարում։ Ես գտնում եմ, որ դա ավելի շուտ ռազմաքաղաքական պարտություն է եւ ոչ թե շահումյանցների կամ ղարաբաղցիների, այլ Հայաստանում քաղաքականության ինչ-որ հաստողումների, ինչ-որ սխալների, ինչ-որ հավաքորության արդյունք է քաղաքական, որը հասցրեց նրան, որ այդպիսի ուժեր, ինչպես ընկերը նշեց, մեկ շաբաթվա ընթացքում փաստորեն ներգրավվեցին խաղի մեջ եւ այդպիսի դաժան ռազմական պարտության հասցրին Արցախի Շահումյանի պաշտպանության պատասխանատուն։ Տեղում ես էի երևի Հայաստանում պաշտպանության նախարարը միջալոց անմիջապես ստանալով այդ տեղեկությունը անմիջապես հեռագրել ենք պաշտպանության նախարարին, հետո երկու անգամ ունեցել ենք ռադիոկապ իր հետ, ասվել է իրավիճակի մասին, ասվել է, որ դա սովորական հարձակում չէ, ինքը գիտե, որ մեզ համար Շահումյանի համար 10-15 տանկով թուրքերը հարձակվելը դա սովորական երևույթ է, որ մենք այդպիսի հարձակումները հանգիստ հետ ենք մոռանում, որ նույնիսկ ինչ մտադրություններ ունենք եւ ինձ բավականին ստահություն ունեմ, որ ինքը պատկերացրեց ինչ է կատարվում մեր մոտ, քանի որ ինձ հանդիսապես դա իրեք խոսեց նաեւ այդ գնդի հրամանատար Կարապետյանը, որ նշեց, որ առկա է երկու տանկային գնդի երկայությունը ճակատում մեր եւ որ հարկավոր է ուժեղ զրահատանկային միջամտություն, որպեսզի կարողանան կանգնեցնել Հասկանալի է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը պետք է ենթարկվի պատասխանատվության, իսկ ինչ չափով եք այդ պատասխանատվության ինչ չափով դուք պետք է պատասխան տաք նայած, ինչ չափով։ Կարող որ պետք է կա պատասխանատվության չափանիշ այն հարցով, որ թույլ ենք եղել եւ պարտվել ենք, պատրաստ ենք յուրաքանչյուր պատասխանատվություն կրելու։
շահելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերի, դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռն մխելիությունը, քաղաքական հոսանքները կգան և կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ, դա կարող է գործարման տանել մեզ, եթե զինվորները խառնվեցին քաղաքականության, մենք դրա արդեն արդյունքը տեսել ենք, երկեք գործանվի, խնդրել եմ և խնդրելով պահանջում եմ, հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք որևէ տեսակ քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց, իսկ ովքեր օրինավոր, կանոնավոր բանակի մեջ կմտցնենք, փորձեն կուսակցականություն մտցնենք գաղափարախոսություն տանեն, ուղղակի պիտի դրանք բաժանեն որպես դավաճաններ համապատասխան քրեական օրենսգրքի։ Բոլոր կամավորականներին, հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցների մեջ դավաճաններ բիփ ընտրեք։ Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը։ Յուրաքանչյուր շրջանից, Հայաստանը 36 թե քանի շրջան ունի չգիտեմ, յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր շրջանից, եթե ընդամենը 10-15 տղա գա, մենք ունենանք 500 հոգանոց, ես խնդրում եմ ճիշտ հասկանաք, կարելի է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կրվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-50%-ի նկատմամբ է։ Վաղը չէ մյուս օրը։ Ուղիղ 20 տարի առաջ Շահումյանը հայաթափվեց։ Շուշիի ազատագրումից հետո սա սառը ցնցուղ էր բոլորի համար։ Հայոց լեզվում գրեթե դժվար է գտնել բառ, որ բնորոշի այն հարվածը, որ տեղի ունեցավ Փաստորեն Շահումյանի անկումից հետո։ Պարոն Դևրիկյանն այսօր խորհուրդ տվեց Շահումյանի անկման քաղաքական պատճառները չվերլուծել, քանի որ այն ժամանակ արվել է ամեն հնարավորը պարտություն չկրելու եւ հակառակորդ կողմի մեծ քանակով զինտեխնիկայի դեմ պայքարելու համար։ Մեկը սրանա մեղադրում, մեկը նրան։ Գրականագետը վստահ է, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության եւ Արցախի համար գլխավոր պայմաններից մեկը մեր կրած պարտությունների եւ բացթողումների մասին խոսելն է։ Դա մազոխիզմ չի, դա մազոխիստական հաճույք չի, դա չարախնդում չի։ Գիտեք, եթե մենք նայում ենք քարոզչությունը, ես կարող եմ ասել, մեր եւ Ադրբեջանի քարոզչությունը բացարձակ նույնն է, միայն մի տարբերությամբ, որ մենք օգտագործում ենք ազատագրել բառը, իրանք օգտագործում են գրավել բառը։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կիսում է Վարդան Դևրիկյանի կարծիքը եւ ավելացնում, որ Շահումյանը չկորցնելու համար մարդկային ուժով հնարավոր ամեն ինչ արվեց։ Այն օրերի զենքը գործատական հրացանն էր։ Պարոն Կարապետյանը Շահումյանի շրջանում վերջին անգամ եղել է 1989 թվականի նոյեմբեր ամսին եւ ինչպես ինքն է նկատել, Շահումյանի շրջանի բոլոր գյուղերը հարուստ են մշակութային արժեքներով։ Նույնիսկ շրջանի թուրքաբնակ գյուղերում, օրինակ Շեֆեկ գյուղում հայտնաբերված խաչքարերը շրջկենտրոնի թանգարանում էին ցուցադրվում։ Այսօրվա բանախոսների կարծիքով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում անպայման պետք է սեղանին դրվեն նաև այսօր Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայկական տարածքների հարցը։ Տաթևիկ Ազիզբեկյան, Սևակ Մեսրոպյան, IPF։ Ինքնապաշտպանական ջոկատների հրամանատար Շահեն Մեղրյանի մամուլի ասուլիսը եւ այսպես մեր ծրագրի հարցերին պատասխանում է Շահեն Մեղրյանը։ Շահումյանի անկման հիմնական պատճառը ո՞րն եք դուք համարում։ Ես գտնում եմ, որ դա ավելի շուտ ռազմաքաղաքական պարտություն է եւ ոչ թե Շահումյանցների կամ Ղարաբաղցիների, այլ Հայաստանի քաղաքականության ինչ որ բացթողումների, ինչ որ սխալների, ինչ որ հավաքության արդյունք է քաղաքական, որը հասցրեց նրան, որ այդպիսի ուժեր, ինչպես ընկերը նշեց, մեկ շաբաթվա ընթացքում փաստորեն ներգրավվեցին խաղի մեջ եւ այդպիսի դաժան ռազմական պարտության հասցրին Արցախի Շահումյանի պաշտպանության պատասխանատուն։ Տեղում ես էի երևի Հայաստանում պաշտպանության նախարարը Միչելոց անմիջապես ստանալով այդ տեղեկությունը անմիջապես հեռագրել ենք պաշտպանության նախարարին, հետո երկու անգամ ունեցել ենք ռադիոկապ իր հետ, ասվել է իրավիճակի մասին, ասվել է, որ դա սովորական հարձակում չէ, ինքը գիտե, որ մեզ համար Շահումյանի համար 10-15 տանկով թուրքերի հարձակվելը դա սովորական երևույթ է, որ մենք այդպիսի հարձակումները հանգիստ հետ էինք մղում, որ նույնիսկ ինչ մտադրություններ ունենք եւ ինձ բավականին վստահություն ունեմ, որ ինքը պատկերացրեց ինչ է կատարվում մեր մոտ,
Քանի որ ինձ անմիջապես դու իր հետ խոսես նաև այդ գնդի հրամանտար Կարապետյանը, որը նշեց, որ առկա է երկու տանկային գնդի ներկայությունը ճակատում մեր եւ որ հարկավոր է ուժեղ զրահատանկային միջամտություն, որպեսզի կարողանան կանգնեցնել այդպիսի բան։ Հասկանալի է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը պետք է ենթարկվի պատասխանատվության, իսկ ինչ չափով եք այդ պատասխանատվության